Հանրապետությունում 229 դպրոցներ փակման ենթակա են, համաձայն համապատասխան որոշումների դրանց այլևս չանդրադառնալ։ Եվ այս գործընթացը արտարությունորեն բերելու էր բողոքի ալիք նաև գյուղերում եւ Շիրակի մարզում այդ բողոքի ալիքի հիման վրա ձևավորվեց Շիրակի մարզային խորհուրդ, որի նպատակը այս գործընթացը չեղարկելն է եւ այդ գործընթացը չեղարկելու համար հանրային պրոցեսներ մեկնարկելն է եւ այսօր առաջի հանդիպումն է մարզային խորհուրդը, Շիրակի մարզային խորհուրդը ազգային կրթության խորհրդի հետ նախաձեռնել է հանրագրեր, կոլեկտիվ հանրագրեր, գյուղի բնակիչները կոլեկտիվ հանրագրերի միջոցով դիմում են կառավարությանը գործընթացը չեղարկելու համար։ Մենք սա մեկնարկն է եւ մեկնարկի համար 5 գյուղ են միացել մեզ։ Ուզում եմ խոսել մարդ, որը դպրոց փակվելու ցավալի ճանապարհ արդեն մեկ անգամ անցել է։ Դա սովորական գործընթաց չի, որ առանց հասկանալու տանում են։ Ես վերադարձել եմ Արցախից, որ դպրոց փակվելու պատճառով կորցրեցին մեր երեխաներին։ Մեր դրանց հետ ունեցած հույսերը, մեր նպատակները, մեր երազանքները։ Հիմա նորից այդ ցավալի ճանապարհը անցնում են խաղաղ պայմաններում։ Հիմա այն փակում են պատճառը բանելով որակյալ կրթությունը կամ շենքային պայմանները։ Որակյալ կրթություն տալու համար շենքային պայմանները պարտադիր չեն։ Շենքային պայմանները կարող են նպաստել որակյալ կրթությանը, բայց որակյալ կրթության հիմք հանդիսանալ չեն կարող։ Որակյալ կրթության հիմքը հարկերիներս դա ուսուցիչ աշակերտ փոխհարաբերությունն է, մարդկային գործոնն է, ոչ թե շենքային պայմանները։ Այն ինչ կատարվեց Արցախում զենքի, հերանոթի եւ այլնի միջոցով, նույնը փափուկ ուժի միջոցով կատարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն, եթե դուրս գանք այսպես ասած այն ճոռոն բառերից, ինչը կառավարությունը ներկայացնում է որակյալ կրթության հասանելիության ապահովման ծրագիր եւ այլն, այս քողարկված, այս ծխածածկույթից դուրս գանք եւ փորձենք սրա տեսնել քաղաքական նպատակը, ապա քաղաքական նպատակը նույնիսկ իրենց բերանով արտասանված արևմտյան Ադրբեջան պրոյեկտն է։ Գյուղերում զրկում են դպրոց ունենալու, ուսում ստանալու իրավունքից։ Ովքեր որ ցանկություն ունեն նորից կան տարբեր գյուղերից տեղափոխվում են նույնիսկ Երևան, ուսում են ստանում, բայց գյուղում միակ դպրոցը չեն փակվում եւ դպրոցների Շիրակի մարզի դպրոցներում շատ աղետալի վիճակ է, հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ 72 աշակերտ ունենք այս պահին, միտում ունի շատանալու, բազմիցս մենք ծնողներս բողոքի ակցիաներ իրականացրել ենք, ստորագրահավաքներ, անհատ ուսուցիչներ եւ ծնողներ դիմել են համայնքապետարան եւ մարզպետարան իրենց բողոքը բարձրաձայնելու։ Այս մասով կարող եմ ասել, որ նույնիսկ հարցում չի իրականացվել, այսինքն հետազոտություն, որպես այդպեսին կառավարությունը ժողովրդի կարծիք, որպես այդպեսին հաշվի չի առել։ Իրականում, այո, մանիպուլյացիա է եւ փորձում է ինչ-որ դպրոց կառուցել, հակերով մնացած դպրոցներ։ Կառուցեք դպրոցը, եթե ձեր խնդիրը դա է, կառուցեք դպրոցը, լավ բան է, դպրոց կառուցելը, լավ պայմաններով, բայց հնարավորություն տվեք գյուղի բնակչին, ընտրելու, ինքը գնում է այդ դպրոցը տածի, որը հասանելի է 20 կիլոմետր կամ 5 կիլոմետր, ինքը մնում է իր գյուղում, որովհետև գյուղի միակ դպրոցը ինքը կրթական խնդիր չի լուծում։ Ինքը լուծում է սոցիալական խնդիր, մշակութային խնդիր, ինքնության խնդիր, գյուղի ավանդույթների փոխանցման խնդիր։ Գիտեք, կառավարությունում այս շերտերը հնարավոր չէ տեսնել։ Եվ խնդիրը բերել միայն դնել կրթության տիրույթում կամ կրթության նախարարության տիրույթում ու դպրոցները կառուցվող, ինտերկառուցվող դպրոցները, չնայած այդ ծրագիրները են ծախվել, գիտեք, որ 300 դպրոց է կառուցելու, բայց ոնց որտեղ արդեն դպրոց է բարձրաձայնելով կառուցել են, այդ դպրոցները կառուցելով մնացած դպրոցները փակել թե ճիշտ է։ Ու որևէ ազգային անվտանգության կամ մնացած նախարարությունները գնահատական տվեն այդ պրոցեսի հետևանքների չի լինել։ Սա առնվազն միշտ է, տեսչական հանձնաժողովը պետք է գնահատական տար եւ ազգային անվտանգության խորհուրդը եզրակացություն տար։ Այս դպրոցների փակումը կազմի մեր ազգային անվտանգության, թե ոչ։ Իսկ հիմա կրթության գիտության նախարարը իր նախարարի դեպքում փորձում է մանիպուլացնել, որ դպրոցների փակումը կրթության որակի հասանելիության համար է։